Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցիներում Հայաստանի վարչապետն առաջարկում է եկեղեցիներում եռագույն դրոշ կախել։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Նա այսօր շարունակել է նաև պատարագից 5 րոպե առաջ հիմնը հնչեցնելու կիրակնօրյա առաջարկը և որպես հիմնավորում մի հատված մեջբերել պատարագի տեքստից։ խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր։ Այսինքն խոսք է գնում վերին պետության մասին։ Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո էր Հայաստանի վարչապետը առաջարկել պետական օրհներգը հնչեցնել եկեղեցիներում։ Ֆեյսբուքյան այդ գրառման սկզբում նա նշել էր, թե Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է 301 թվականին պետության կողմից պետության որոշմամբ։ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են, որ Հայ առաքելական եկեղեցին հիմնադրել են Քրիստոսի առաքյալները Թադեոսն ու Բաղդումեոսը։ Նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի նշում է երկու առաքյալների տոնը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի խմբագրել իր գրառումը։